Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք Ամերիկայում կատարվող կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ ԱՄՆ-ն ու Չինաստանը ժամանակավորապես նվազեցնում են մաքսատուրքերը, փորձելով թուլացնել լարված տնտեսական հակամարտությունը։ Թրամփը հրամայել է դեղորայքի գները կտրուկ իջեցնել, եթե ընկերությունները չհամաձայնեն, այլ քայլերի կդիմի։ Բալթիմորում բազմահարկ պահեստի հրդեհը կատվածահար է արել Վաշինգտոն տանող երկաթուղային գիծը։ Տեխասը նոր օրենքով արգելել է մի քանի երկրների քաղաքացիներին գնել հողատարածքներ իր նահանգում։ Հանրապետականները նախատեսում են կրճատել դաշնային ծախսերը, խստացնելով հարկերը։ Այս եւ մյուս կարևոր նորությունների մասին ել ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնել են ժամանակավորապես նվազեցնել միմյանց նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը, թուլացնելով երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային լարվածությունը։ Ըստ պայմանավորվածության փոխադարձ մաքսատուրքերը կնվազվեն մինչև 10%, սակայն դրանք ժամանակավորապես կսառեցվեն 90 օրով եւ կողմերը կշարունակեն բանակցությունները տնտեսական ու առևտրային քաղաքականության շուրջ։ ԱՄՆ-ն կպահպանի Չինաստանից ֆենտանիլի եւ նման ապրանքների 20%-անոց հատուկ տուրքը, ինչի արդյունքում Չինաստանի նկատմամբ ընդհանուր մաքսատուրքերը կմնան 30%-ի սահմաններում։ Թրամփը ստորագրել է հրաման, ըստ որի նախատեսում է կտրուկ նվազեցնել դեղորայքի գները ԱՄՆ-ում։ Դեղագործական ընկերություններն ունեն 30 օր ժամանակ գները վերանայելու համար։ Թրամփը նշել է, որ ամերիկացիները տարիներ շարունակ վճարել են անհամեմատ բարձր գներ նույն դեղերի համար, որոնք արտերկրում վաճառվում են ավելի էժան։ Եթե ընկերությունները չկատարեն այս պահանջը, կառավարությունը կսահմանի գների վերին շեմ։ Թրամփը նշել է, որ այս քայլը կարող է դեղորայքի գները կրճատել մինչև 90%-ով, ինչը կհանգեցնի առողջապահական ծախսերի զգալի նվազման եւ հարկատուների տրիլիոնավոր դոլարների խնայողության։ Հանրապետականները ներկայացրել են մեծածավալ բյուջետային բարեփոխումների նախագիծ։ Այն նախատեսում է փոփոխություններ 3 հիմնական ոլորտներում։ Հարկային ոլորտում առաջարկում են երկարացնել հարկային կրճատումները, ներառելով եկամտահարկի ցածր դրույքաչափերը, փոքր բիզնեսների արտոնությունները եւ երեխաների համար հարկային արտոնության ավելացումը։ Նախագծով նաեւ բարձրացվում է ժառանգության հարկի շեմը։ Առողջապահական ոլորտում առաջարկվում է խստացնել Medicaid-ի ծրագրի կանոնները, սահմանելով աշխատանքային կամ կառավարության նվազագույն ժամեր, բացառել ոչ քաղաքացիներին ծրագրից եւ դադարեցնել դաշնային ֆինանսավորումը սեռափոխության եւ նման ծառայությունների համար։ Էներգետիկ եւ էկոլոգիական ոլորտներում նախատեսվում է չեղարկել կանաչ նախաձեռնությունները, փոխարենը խթանելով գազի, նավթի եւ ածխի արդյունահանումը, ինչպես նաեւ ստեղծելով նոր արտոնություններ գազատարների եւ կապի ոլորտում։ Ընդհանուր բյուջետային խնայողությունները հաշվարկվում են $197 միլիարդ։ Բալթիմորի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել բազմահարկ դատարկ կահույքի պահեստում եւ արագ տարածվել է 6-րդ աստիճանի։ Պահեստը ուներ 2 ստորգետնյա հարկ, ինչը խորացրել է կրակի տարածումը եւ դժվարեցրել մարումը։ Հրդեհը խաթարել է նաեւ Բալթիմորից Վաշինգտոն տանող կարևոր երկաթուղային գիծը, ստիպելով Amtrak-ին ժամանակավորապես դադարեցնել ուղևորափոխադրումները։ Տեղի բնակիչների մի մասը տարհանվել է, օգնության է հասել Կարմիր խաչը։ Հրշեջներն ընդգծում են, որ կրակը կարող է շենքի փլուզման պատճառ դառնալ, հատկապես երկաթուղային գծերի հարակից հատվածում։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Նյու Մեքսիկոյում 7 եւ 9 տարեկան երկու եղբայրներ լիցքավորված ատրճանակով ցակտվում օթորակչի հետևում, կարծես խաղալով, սակայն իրականում իրավիճակը շատ ավելի լուրջ էր։ Ոստիկանները բազմիցս հորդորել են երեխաներին վայր դնել զենքը, սակայն տղաները չեն արձագանքել։ Վերջում իրավապաշտպանները կրակել են հատուկ ռետինե փամփուշտով երեխաներին շեղելու համար, ինչի արդյունքում երեխաներից մեկը ձգել է զենքի ձգանը, սակայն այն բարեբախտաբար չի կրակել։ Դեպքի վայրում իրավիճակն առավել լարված էր, քանի որ այդ ընտանիքի հետ ոստիկանությունը նախկինում արդեն 50 անգամ առնչվել էր տարբեր բռնության եւ վարքագծային խնդիրներով։ Այս անգամ դեպքը լուծվել է առանց մեղադրանքների եւ ընտանիքին հոգեբանական ու սոցիալական աջակցություն է տրամադրվել։
Միացյալ Նահանգներ են ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սպիտակ փախստականները, որոնք փրկվում են ռասայական խտրականությունից։ Վաշինգտոնում վայրէջք կատարած ինքնաթիռում եղել է 49 մարդ, որոնցից շատերի ձեռքին եղել են ամերիկյան դրոշներ։ Թրամփը նախօրոք հայտարարել էր, որ իր համար կարևոր չէ ապաստարանի հայցողների մաշկի գույնը, քանի որ իր խոսքերով Հարավային Աֆրիկայում տեղի է ունենում ցեղասպանություն, որի հիմնական զոհերն են սպիտակ ֆերմերները։ Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Рэփերը հայտարարել է, որ իր երգը արգելվել է սոցիալական հարթակներում եւ նույնիսկ դրա փոփոխված տարբերակն անհապաղ հեռացվում է։ Ուեսթը դժգոհել է, որ իր երգի արգելման կողքին YouTube-ում դեռ հասանելի է հարավաֆրիկյան հակասական երգ, որը տարիներ շարունակ համարվում է սպիտակ ֆերմերների դեմ ուղղված ատելության խոսք։ Այս դեպքը նորից վեր է բարձրացրել սոցիալական հարթակներում գրաքննության եւ երկակի ստանդարտների թեման։ Ամերիկացի վերջին գերին, որին Համասը պահում էր Գազայի հատվածում, վերադարձել է Իսրայել։ 21-ամյա երիտասարդը 544 օր մնացել էր գերության մեջ եւ հայտնել էր, որ այդ ընթացքում ենթարկվել է դաժան վերաբերմունքի։ Նրան պահել էին շղթայված Գազայի ստորգետնյա նեղ թունելներում առանց լույսի, մաքուր ջրի եւ նվազագույն հիգիենիկ պայմանների։ Թրամփը այս քայլը անվանել է բարեկամքի դրսևորում Համասի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Իսրայելում լարվածությունը չի թուլանում, իշխանությունները կրկին հայտարարել են, որ Գազայի գործողությունները կշարունակվեն, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձել։ Թրամփի Օվալաձև գրասենյակում տեղադրվել է իր դեմ իրականացված մահափորձի տեսարանը պատկերող փոքրիկ արձանի։ Այն պատկերում է Թրամփին բարձրացած բռունցքով եւ շրջապատված անվտանգության աշխատակիցներով Պենսիլվանիայում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո արված հայտնի լուսանկարի հիման վրա։ Քանդակի հեղինակներն այժմ փորձում են գումար հավաքել ստեղծելու համար մոտ 3 մետրանոց նմանատիպ հուշարձան եւ այն տեղադրելու հենց մահափորձի վայրում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ արձանը խորհրդանշում է աստվածային միջամտությունը եւ ամերիկյան միասնության ու ամրության ուղերձը, որին նախագահ Թրամփը հավատարիմ է մնում։ Տեխասում ընդունվել է նոր օրենք, ըստ որի արգելում է որոշ երկրների քաղաքացիներին եւ կազմակերպություններին գնել հողատարածքներ։ Ըստ ընդունված փոփոխության նահանգապետն արդեն ունի իրավունք արգելելու հողերի գնումը այն երկրների քաղաքացիների ու ընկերությունների համար, որոնք համարվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիք։ Դրանք են Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը։ Նահանգապետին կտրվի լիազորություն ինքնուրույն ավելացնելու նոր երկրներ այդ ցուցակում առանց սպասելու դաշնային մակարդակով փոփոխությունների։ Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած Metal League խմբի համերգը ոչ միայն տպավորել է երաժշտասերներին, այլ նաև գրանցել է անսպասելի բնական երևույթ։ Համալսարանի սեյսմոլոգները արձանագրել են թեթև ստորգետնյա ցնցումներ հենց այն պահին, երբ բազմահազարանոց ամբոխը միաժամանակ ցատկել է խմբի լեգենդար երգի տակ, առաջացնելով մինչև 1 բալ ուժգնությամբ արհեստական ցնցումներ, որոնք երևում են նաև տեսագրություններում։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը։ Շնորհակալություն։